Տոնփերի խոսում են։ Մենք եկել ենք հարգագի դուր կացել 15 թվականին մեր նահատակվածներին եւ խնդրեի հարցերը որքի գործնեայության այս տարիների ընթացքում 44 օրյա պատերազմից մինչև այսօր։ Դուք դատապարտում եք Թուրքիայի դրոճի Իսկ ձեզ համար որևէ հարց ցեղասպանության հետ կապված կա։ Որևէ հարց, որևէ հարցական ցեղասպանության հետ կապված ձեզ համար կա։ Հարցականներ կա ձեզ համար ցեղասպանության հետ կապված։ Ոնց կարող հարցականների հարցնի ցեղասպանությունն է։ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը։ Նախ այսօր մենք փոխհատուցում նաեւ տրամադրել։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տնում։ Եվ մենք որպես ես երկրապահի վարչության նախագահ այս տարիների ընթացքում դե բնականա գիտեք Արցախյան պատերազմում մենք 984,000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր եւ 20 թվականից մինչեւ այսօր 7 ուղղությամբ պահվում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի Գաղափանի հանդգյուղն է։ Դա Արմիկայլյան ինչպես է վերաբերում Թուրքիայի դրոշը այրելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի նախագահ դրանք դատապարտեցին այդ գործողությունը։ Ես այսօր իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդհանրեն ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրից ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապված։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել։ Դե իրանց խնդիրն է, իրանց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ Նախորդի դուք չեք մասնակցել։ կամ քննադատել եք դրոշ վառելու։ Ընդհանրապես նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի հարցեք տալիս լսեք այ բալամ։ Դրոշ վառել միշտ եղել է եւ Դա իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պիտի մենք իշխելով լինենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ մենք պահանջատիրությունից չենք հենց, հա? Խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջներ դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջները։ Մենք գործընթացի մեջ ենք, որ պիտի ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսինքն ձեր համար դատապարտելի է դա։ Չեմ դատապարտում։ Ես այսօրվա իրավիճակում ես ասում եմ մեր ազգը համախմբված պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։
Ասում եմ պետք է ես որպես վարչապետ ասում եմ ժողովրդին ասում եմ որպես ձեր թիմակից ասում եմ եթե ես վերանտրվեմ պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվում եմ մենակ դուք սա ինչպես եք ընկալում ինչ է դա ժամանակը ցույց կտա Պարոն Միքայելյան ասաց քանի որ երկրապահները ծառայություն են իրականացնում Գեղարքունիքում Ջերմուկում եւ այլն Գեղարքունիքում 25 թվականին նոր ներխուժում եղել էր ոչ այդ սուտ է ես գիտեմ այդ Բայց Արբանյակն է ստում որ ասում եմ դա սուտ է եղել ես այնտեղ կանգնած եմ մեր տեղ երկրապահն մեծ թվականակով կանգնած է նման բան չեղել այդ որին իրել ու նման բաներին պիտի վերջ տան Դուք ասում եք այնտեղ կանգնած ենք հետո ասում եք պիտի մի քիչ խելոք մնանք եւ այլն այնքան խելոք լինենք չմնանք գաղափարապես խելոք լինենք Հիմա գաղափարապես այնքան խելոք ենք ձեր ասած որ մեր սուվերեն տարածքից այդպես էլ դուրս չեն գալիս Ինչ խաղաղություն եթե սուվերեն տարածքից դուրս չեն գալիս Դուք որ այդ գործընթացը հարցվի ավարտին Երկրապահը ինչպես է պատրաստվում մեր սուվերեն տարածքները որ անցել է թշնամուն Երկրապահը այսօր սուվերեն տարածքների դեմ կանգնած է եւ խաղացան օրակարգի եւ սահմանազատման հետ կապված կան տարածքներ որ իրանք հետ տան Ջերմուկն է դա Արցվաշենն է բավար չտանը հետո կերվ այդ համախմբված են չեն կարա չտան Դուք եք կարծում որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին Դե Ժորժ ջան, մի գործընթաց հասկացե քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացան ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Այս նույն բաները անգլիացիք որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ ոչ մի օգնություն լինելով հապկանտամ դաշնակից պետություն ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել մեծն Ռուսաստանի կազմ որը ես կազմում չի բա ինչի Ո՞նց ենք Այսինքն անկախ պետություն լավ լավ դու քիչ խոսքս վերջացնեմ անկախություն չենք ունեցել անկախություն ունեցել ենք եղբայր Բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահման ունենք ինչև էս։ Կա նման բան։ Այո, ունենք։ Ուրա։ Չեք տեսնում, Ուրա, ես լավ եմ տնում։ Իներով հաղթեցի, ես ավելի լավ եմ տնում։ Պարոն Միքայելյան կներեք, երկրապահներին այդ թվում ընդհանրապես մեր ժողովրդին նախկինում որևէ մեկը չէր կարողանում պատերազմով վախեցնել։ Հիմա ասում են, եթե սահմանադրական մեծամասնություն չլինենք, պատերազմ կլինի։ Ազատամարտիկները, բոլոր այն տղեկ ովքեր են ժամանակին զենքվեցին, Վազգեն Սարգսյանը բոլորիս համախմբեց, մենք հզոր ենք։ Մենք մեր գործը փայլուն արել ենք 16 թվականին այդ թվում Մենք մեր գործը փայլուն արել ենք 90-ական թվականներին Մնացածը քաղաքական գործիչների գործն էր Այսօր ես ինչ արել եմ այն թվերին Վազգենի օրոք մինչև հիմա Վազգենի հրամանատարության ներքո Այսօր նույն գործն անում է երկրապահն Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում կանգնած է 6 տարի թվականակներ չեմ ուզում ասեմ դու գիտես որ ադրբեջանական սահմանները վերցնեն չգիտեմ ինչ վերլուծական կդնեն Թվականակները շատ մեծ թվականակով մինչև այսօր կանգնել ենք ու մենք ուզում ենք որ Հիմա վախեցնում են մեզ այդքան մեր ժողովուրդը ընդհանրապես մեր ազատամարտիկները եթե հզոր ես եղել Ոմինչ էլ կարաս անես, բայց այսօր մենք պետք է խելոք լինենք, ոչ թե խելոք սակսերկասի խելոք լինենք, ես իստա ենթարկում ենք, խելոք լինենք գաղափարապես, այս իրավիճակից դուրս գանք, դառնալու սահմանած դարձած մեր պետական սահմաններում ունեցած պետություն, հետագայում ժամանակ է ցույց տա։ Նայեք, Իսրայելը, ինչքան գիտեմ, 22000 քառակուսի կիլոմետր տարածք ունի, եւ այսօր աշխարհի գլուխ է տալիս։ Ժամանակը ցույց կտա։ Ես վերջացել եմ, խնդրեմ։